Դարձյալ դուք շարունակում եք անհետ մտքեր արտահայտել, դա հասկանալի է, ինչ նպատակ է հետապնդում, հակառակ դեպքում ես կընդհատեմ ձեզ, շարունակեք ձեր ճառը։ Այստեղ միակ անհետ մտքերի անգերազանցված հեղինակը հարգելի դատարան, կարծում եմ դուք եք։ Ուրեմն ես կընդհատեմ ձեզ եւ կարձանագրեմ, որ դուք ըստ էության հրաժարվում եք հանդես գալ ճառը։ Եգորյան դատարանը արձանագրում է, որ Եգորյանը ըստ էության հրաժարվում է իրացնել իրեն իրավունքները։ Դատարանն անցնում է ամբաստանյալի վերջին խոսքը լսելուն։ Գասպարի վերջին խոսքի համար ձայնը տրվում է ամբաստանյալ Գասպարին։ Խնդրեմ, Գասպարի ինչ ունեք ասելու ձեր վերջին խոսքում։ Ցանկանում եք հանդես գալ վերջին խոսքով։ Ձեզ պատասխանվեց, որ այո։ Խնդրեմ։ Հիմա դրանից առաջ տվեք հնարավորություն։ Ես անգամ նման հնարավորություն ձեզ, քանի որ դատական վիճաբանությունները ավարտված են, դատաքննությունը ավարտված է, այո, միջնորդությունների փուլը ավարտված է, օրենսդրությամբ սահմանված կարգով նստեք։ Խնդրեմ, ամբաստանյալ։ Լավ, ըստ էության դատարանը արձանագրում է, որ ամբաստանյալ Գասպարի հրաժարվում է։ Լավ, լսեք վերջին խոսքը, լսեք։ Հիմա լսեք վերջին խոսքը։ Հրավիրում է խորհրդակցական սենյակ։ Որ 5 րոպե սպասեք, վերջին խոսքը կլսեք։ Հիմա Վարդգիս Գասպարին հայտարարում է, որ վերջին խոսքի հնարավորություն տվեք։ 2016 թվականին ժամը 11:30։ Ուրեմն ես ուղղակիորեն պետք է կրկնեի այն ինչ որ ասել եմ վարչական դատարանում։ Ես այսօր էլ մեղադրողին դատախազությանը գնահատում եմ ստորագույն սրիկա հանցագործներ, որովհետև մարտի 1-ից հետո գոնե մինչև այսօր 8 տարի այդ մարդասպաններին թաքցնում են իրենց թևերի տակ եւ փաստը կարելի է արձանագրել, որ 8 տարի մարդասպանները թաքցված են դատախազության փեշերի տակ, իսկ այն քաղաքացին, ով իրենց ասում է մարդասպան, նրա դեմ քրեական գործ է հարուցված։